Երբ Երևանը քնում է, բայց մի տեղ լույսերը չեն հանգչում, երբ օդում հնչում է հումորի հոտը ու կոնյակի բույրը, նշանակում է եկել է այն պահը, երբ կարելի է ասել ներս արի։ Այսօր ներսում նա ճանապարհորդելու է առանց ուղևորության գրաֆիկի, խոսելու է արևների, ծովերի ու բոլոր այն մարդկանց մասին, ովքեր երբևէ ճամփիկեսին մտածել են ինչ լավ է ճանապարհորդել։ Այսօր նրա հյուրն է ամենայն ճանապարհորդ Վարդան Սարգսյանը, իսկ հիմա բարձր ծափերով ներս կգա նա, ով գիտի, որ ճամփա գնալիս ճամպրուկում պետք է լինի ամեն բան։ Դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարև ձեզ, բարի երեկո սիրելի հեռուստադիտող, բարի գալուստ ներս արի։ Այսօր մի շատ սիրելի թեմա ունենք՝ ճանապարհորդությունը։ Ճանապարհորդելը մարդկանց տարբեր տեսակների է բացահայտում։ Օրինակ, կան մարդիկ, ովքեր ճամպրուկը հավաքում են մեկ շաբաթ առաջ, ու կան մարդիկ, ովքեր վազում են օդանավակայան դեռ շալվարը բռնած։ Այդ ես եմ։ Այսօր խոսում ենք էկզոտիկ ճանապարհների մասին՝ աֆրիկյան արև, շրիլանկյան խոնավություն, կապիկ, օձ ու դու, հայ զբոսաշրջիկ, սանդալի մեջ սպիտակ գուլպայով, որ կապիկն էլ քեզ հարգի։ Էկզոտիկ ճանապարհորդության առաջին կանոնը, եթե կապիկը քեզանից վերցրեց ակնոցդ կամ հեռախոսդ, մի վազիր, մնա տեղում։ Տարիներով մասնագիտացած այդ կապիկները գողանում են արժեքավորը հեռախոս, դրամապանակ, ակնոց, հետո դերևի դրանք գրոշներով ծախում է կամ փոխանակում սննդի հետ։ Դա արդեն տնտեսագիտական մակարդակ է մանքիզ շուկայում։ Բառացիորեն բարտեր են անում։ Երկրորդ կանոնը ինքնաթիռու մի տեսակ բոլորս չորանում ենք, որովհետև խցիկի խոնավությունը սովորաբար 10-ից 20% է։ Ջուր խմեք, ալկոհոլը էլի ձև է, բայց լոլիկի հյութը այդ վերևում հաստատ ամենահամովն է։ Երրորդը արևելք թռչելը միշտ ավելի է խփում գլխիդ, քան արևմուտք։ Մարմնի ժամացույցը դժվար է առաջ տանել, ուշացնելը ավելի հեշտ է։ Այսինքն Բոստոնից դեպի Երևան կգաս մարդ պանդա, Երևանից դեպի Բոստոն քիչ թե շատ մարդ։ Չորրորդը, եթե ափին պարկած ես ու դու ծառի տակ ես, մեկ-մեկ էլ նայիր վերև, հանկարծ գլխիդ բան չընկնի։ Ժամանակն է ողջունելու մեր հրաշալի երաժիշտներին, տղեկ բարի երեկո, ցույցլայն, շնորհակալություն, որ քրկին ներսում եք։ Վստահ եմ, որ այսօր էլ ունենք միասին հրաշալի երեկո եւ հիմա ժամանակն է, որ ինձ այսքան ճանապարհորդելուց խոսեցի, մի ճանապարհի մասին երգով ուղեկցեք դեպի V&M բար։ Շատ արագ, գնացինք։ Հիմա ճանապարհի կեսը երգն է, կեսը կոկտեյլը։ Պատրաստում ենք մեր բրենդավորված ըմպելիքը V&M կոնյակով։ Ուրեմն ես այս իզի միքսերը միշտ պատրաստում եմ, որպեսզի դուք տանը եւս պատրաստեք ինձ հետ ու կարողանաք ներսարին դիտելիս այն վայելել։ Հիմա վերցնում ենք V&M կոնյակ 7 տարեկան։ Ու ես ամեն ինչ կբազմապատկեմ երկուսի իմ եւ հյուրիս համար։ Դուք էլ ձեր ընտանիքի անդամների թվով բազմապատկեք պատրաստելիս։ Ես լցնում եմ 45 միլիգրամ 7 տարեկան V&M 1 2 Հետո 60 միլիլիտր լցնում եմ անանասի հյութ Ոչինչ Անանասը լցրեցինք Հետո մանգոյի պյուրե Ես մի քիչ էկզոտիկ է, բայց ես այն կլցնեմ 20 միլի Ուզում եմ քիչ Ստացվեց 20 միլի ես կլցնեմ 40-ը ուրեմն իմ և հյուրիս հաշվարկով լայմի թարմ հյութ 15 միլի ես կլցնեմ 30-ը հուսամ պիտի որ լավ բան ստացվի և մի փոքր 10 միլիլիտր մեղրի օշարակ վերջ Ավելացնում ենք սառույցը և սկսում խփել։
կարծում եմ շատ համով բան է ստացվելու։ Գույնը խոստումն ալից է։ Սառույց պիտի լցնեի բաժակի մեջ։ Այսպես։ Եվ վերջինը։ Ուսամ շատ համեղ կլնի։ Վերջում մի փոքր ձևավորման համար մի հատ լայմիկ շատ հեշտ տարբերակով և ձողիկներ վերջ պատրաստված է V&M-ի հիմքով այս վստահ համեղագույն կոկտեյլը Easy Mix-ը, որը դուք էլ կարող եք տանը պատրաստել ու միանալ ներսարին, իսկ հիմա կարճ դադար, որից հետո մենք կվերադառնանք ներս։ Երբ ներսեսն ասում է ներսարի, դա հրավեր չէ, դա պարտադրանք է։ Այս գիշեր նրա հյուրն է մարդ, ով երբեմն երգում է, երբեմն հարցազրույց է վարում, բայց միշտ հասցնում է ժպտալ։ Տիկնայք և բարոնայք, աշխարհի համերով ներս կգա Վարդան Սարգսյանը։ I did it my Անկամ պավուրից Զաղիքներն են պարչում սիրելիս Սերաս եմ կեզ համայք Տավիր իմ սատին դուք անք Լարեմ չեմ գտում Անկամ պարն է պարչում ինձանից Եկատ ասեմ դե հարաչ Նայում է կեզ ազարաչ Անկամ պավուրից Զաղիքներն են պարչում սիրելիս Սերաս եմ կեզ համայք Տավիր իմ սատին դուք անք Լարեմ չեմ գտում Անկամ պարն է պարչում Շարունակում ենք մեր ընթացքը էկզոտիկ ճանապարհով, երգով, կոկտեյլով ու լավ տրամադրությամբ եւ հիմա ներս եմ հրավիրելու մի մարդու, որի համար ճանապարհը միայն ինքնաթիռի տոմսը չէ։ Նա տարիներով նկարում է երկրներ, մարդկանց, համեր ու պատմություններ ու ամեն անգամ դա տալիս է մեզ ծիծաղելի ու զվարճալի տարբերակներով։ Երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր, տուրօպերատոր, գիդ, ճանապարհորդ, տնից հեռու եւ աշխարհի համերով շոուների հեղինակ, տարիներ շարունակ եւ նա գիտեք, լայն լսարան ունի ու թվային հարթակներում եւս ունի այդ լսարանը իր հազարավոր ճանապարհորդության տեսանյութերով։ Նրա YouTube-յան պաշտոնական ալիքին բաժանորդագրված են 100,000-ավոր մարդիկ, իսկ Instagram-ում նրան հետևում են շուրջ 140,000 օգտատերեր։ Վարդանը նաև Armenia TV-ի նախագծերում կա, եւ ով չգիտի, թող իմանա աշխարհի համերով նախագծի 10-րդ սեզոնը Պերուից եւ Էկվադորից, որից հետո նորից ճանապարհ է ընկնելու, համեր բացահայտելու համար։ Սոցիալական հարթակներում նա ներկայանում է որպես երգիչ, պրոդյուսեր ու հեռուստահաղորդավար, համադրելով ճանապարհորդի եւ պատմողի գեցվածքը։ Եվ կարծում եմ այսքանից հետո ժամանակն է շատ բարձր ծափերով նրան ներս կանչել։ Հա, բայց մինչ դա նաև ուզում եմ ձեզ ասել, որ այս տարվա գարնանը Վարդանը դարձավ հայր, ուրախ լուրը հրապարակեց իր էջերում որդին Նորայր Վարդանի Սարգսյանը 86։ Տիկնակ եւ պարոնայք, դիմավորեք Վարդան Սարգսյան, ներս արի։
Մեկ արևում ենք ու սիրես մեկ մոտորիկ ես Կրակի մեզ հետ աղջիկ ես Մեկ արևում ենք ու սիրես մեկ մոտորիկ ես Դու խենդ Վարդան, բարի երեկո, բարի գալուս Բարի երեկո, շնորհակալություն տղաներին Շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում, շնորհակալ եմ որ ներսում ես բարի գալուս Այս միենդեմի հիմքով ես ես Easy Mix կոկտեյլը Չնայած Easy Mix եմ ասում, բայց մի 8 ինգրեդիենտ խառնել եմ Կարող եմ հենց ամենասկզբից ֆանտաստիկ է ստացվել Ֆանտաստիկ, իսկապես տեղի Լուրջ չէ, շատ լավներ Չէ, ես արդեն կարող եմ նաև իմ մասնագիտական ցանկին ավելացնել բառները Գիտես, ներս մտա ու հնչեց նորից այս երգը ու ես հասկացա այս մի քանի վայրկյանի ընթացքում որ այս երգը 20 տարեկան է պատկերացնում ես 20 տարի եւ տարբեր սերունդներ այս երգը ուղակի չեն մոռանում Ու վերջին տարիներին ես կփաստեմ որ սա նոր կյանք է ստացել այս տրեքը Այո, արդեն բենդերով համեցնել Սկսվեց underground-ով այդ Երևանյան underground-ում սկսեցին մարդիկ նվագել նոստալջիկ էմոցիաներով ստացվեց մարդկանց նորից այս երգը հիշեցնել ու հիմա արդեն underground-ից նորից դարձավ ամենուր այդ հրաշալի է իրականում այո Երբեք չէի սպասում Ոնց ես Վարդան Ոյ շատ լավ եմ պոզիտիվ Եվ երկը 20 տարեկան է, դե պարզա ես 20 չեմ էլ ավելին, բայց ես ինձ 18 եմ զգում, էներգիավլի, այսօր հրաշալի օր է ինձ համար սկսել ինչու, այսօր որդից առաջին անգամ ասեց պապա։ Վաու, այսքան շուտ բայց Վարդան։ Այսքան շուտ, իրավաբանորեն շուտ է, 6 ամսականում։ Հիմա չգիտեմ, այդ ավտոմատ էր կամ ես էի անverջ ասում պապա, ասես լռեցի, մեկ եմ պապա։ Ինչ եմ որ այսպեսի տրամադրություն այսօր։ Սուպեր օր է սկսվել։ Ինքը շատ արագ է, ինչ որ մեծանում, արդեն 2 ատամ։ Ոնց ես հասցնում տեսնել իրան քո խելագար գրաֆիկի մեջ, որովհետև Հայաստանում ես լինում ժամերով, ոնց հասկանում եմ։ Գիտես, հեշտ մի հատ լուծում են գտել, ինքը ինձ հետ սկսել է ճամփորդել։ Այս ամիս 2 անգամ ինձ հետ ճամփորդել է, հիմա մյուսը շուտով է ճամփորդելու, մյուսը դրանից հետո, եւ երբ որ Երևանում եմ լինում, արդեն սկսել է աշխարհը բացահայտել քեզ։ Առասարակ շրջագայելուց ավելի լավ բան չկա Ասա, ես դրա համար որոշել եմ երեխայի ատամահատիկը, չէ՞, պետք է կազմակերպվի, շուտով անպայման սեղանի լինելու է ինքնաթիռ ավիատոմ Սյուրանոցի վաղուց ինչ լինի կապ ունենա դրա հետ, որտեվ աշխատանքը ճիշտ է բարդ է, բայց ես կարծում եմ ես կփոխանցեմ նրան սերը այդ աշխատանքի հանդեպ, ինչքան է որ բարդ է եւ նա կլինի իմ շարունակողը։ Հրաշալի։ Վարդան, օրինակ այս հազարավոր շրջագայությունների ընթացքում, որ դու ունեցել ես արդեն տարիների ընթացքում, որ երկրում ես ունեցել ամենաանկանխատեսելի իրավիճակը, որ նույնիսկ այս տարիների փորձդ թույլ չէր տվել քեզ կանխատեսել նման մի բան։ Օй, Աֆրիկայում երևի, վերջերս Պերույում Պերուն շատ եմ հավանել, իդեպ իմ բացահայտած ամենահետաքրքիր երկրներից մեկն է, բայց երբ դու Լիմայից մեկնում ես Կուսկո, հայտնվում ես շատ բարձրության վրա, որպեսզի գնաս Մաչու Պիկչուն տեսնես եւ այլն, ես հասկացա, որ ես եւս կարող եմ ունենալ շնչառական խնդիրներ։ Եվ այդ արհեստական դիմակները, երբ որ մեքենայում կախված են, որպեսզի երբ որ օդը չի բավականացնում, պետք է անպայման օգտագործես ու լավա ես չօգտագործեցի նկարանող թիմը եւս, ինձ այդ խումբեր եկե իրենք էլ գրեթե չօգտագործեցին, բայց այդ տարօրինակ էր ու ինձ համար նոր էր, որտեվ ես սարեր բարձրանալ բան տենց այդ թեմաներում չկամ բայց Պերուն բացահայտելիս շատ զարմացա։ Եվ այնտեղ հետ իջնում ես, օդանավականը եւս դե բարձրության վրա հատուկ թեյեր են տալիս, օդանավականում արդեն թեյ եւ այլն, այսինքն տուրիստներին պատրաստում են, դե բնակիչների համար նորմալ երևույթ է։ Դու որպես ճանապարհորդ, հա, ոչ թե տուրիստ, օրինակ, ինչ չափորոշիչներով ես բաժանում ճամփորդությունը, որ ճամփորդությունն է քեզ համար ստացված կամ լավ ճամփորդություն, օրինակ, չգիտեմ, որ օրինակ լավ պատմություններ ես հավաքել, թե առանց Wi-Fi ինչքան ժամ ես մնացել, այդ արդեն էլի պրինց է։ Չէ, ինձ համար դե գիտես, քանի որ ինձ մոտ հիմա ճամփորդելը աշխատանք է, որտեղ ինձ այդ խմբեր են մեկնում, երբ վերադառնում եմ օդանավական զվարթնոց, բոլորը գալի գրկում են, համբուրում են, շնորհակալություն են հայտնում, ես հասկանում եմ, որ այդ ճամփորդությունը կայացած է, որովհետև աշխատանքի ընթացքում ես դա չեմ ընկալում, որտեղ անվերջ զբաղված եմ գիտես ոսավարներ, ավտոբուսներ, հյուրանոցներ, ամեն ինչ լավ լինի եւ այլն, բայց երբ որ գալիս ես Երևան, չնայած որ մյուս օրը պետք է նոր ճամփորդություն սկսի, բայց դու հասկանում ես, այս էջը լավներ, կարանք թերթենք, անցնենք մյուսին։ Նաեւ շատ հետաքրքիր է այն տարածաշրջանը մայրցամաքը երկիրը, որտեղով դու ամենաշատն ես տպավորվել ու ոչ միայն տպավորվել, այլ ուրիշ Վարդան է դրանից հետո վերադարձել Երևան։ Ոյ, ովքեր ինձ հետ ճամփորդում են, գիտեն, ես շատ սիրում եմ Աֆրիկան։
շատ եւ աֆրիկյան բոլոր երկրները ինձ համար հետաքրքիր են եւ այս այդ բոլոր երկրներում ինչ-որ մի բան բացահայտում եմ եւ ինձ մեջ ինչ-որ մի նոր վարդար եմ գտնում Աֆրիկայում վերջերս նաեւ Լատինական Ամերիկայում որը ինձ շատ է սկսել դուր գալ ես հիմա հունվարին մեկնում եմ նկարանումների Բոլիվիա հուսով եմ Չիլի էլ կկարողանամ գնալ այդ երկրները շատ են սկսել ինձ հետաքրքրել մարդկանց մտածելակերպ եւ այլն ամեն ինչ տարբերվում է եւ ամեն ընդհանրապես յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում ես նոր վարդան գտնում եմ եւ դա նորմալ է կարծում եմ յուրաքանչյուր ճամփորդ է այդպես որովհետեւ բացահայտելու լավագույն ուղին հաստատ շրջագայել իհարկե նոր մարդիկ նոր ավանդույթներ նոր կերակուրներ ամեն ինչ նոր է այս քեզ համար ամեն ինչ բացահայտվում է առասարակ երբ որ մի երկիր նոր եմ գնում այդ ամենահետաքրքիրն է առաջին անգամ որովհետեւ չգիտեմ եթե օրինակ հիմա ես գնում եմ Բրազիլիա դա այս մի քանի տարիներում 15-րդ անգամ այսինքն ինձ էլ ոչինչ չի զարմացնում ռեցիդիվ այցելությունները այո ինձ պետք է որպեսզի տուրը լավ լինի մարդիկ գոհ լինեն կարնավալին parեն վերադառնան այսպես էլի որպես traveler հա որպես ոչ տուրիստ այլ վարպետ այս գործի մի քիչ մետաֆորիկ հարց տամ քաղցր թթու թե չփորձել ես 3-ից որը կընտրես որպես ճամփորդ քաղցր չի երևում 5 կիլոգրամ ավելացել եմ ոչ մի կերպ չեմ կարողանում այդ 5 կիլոգրամից ազատվել ես քաղցր շատ եմ սիրում ես կարող եմ չսնվել միայն քաղցր ուտել վաու դու ու ճանապարհորդություններին միշտ ունես հետո ես չունեմ սեր քաղցրի հետ ինչի համար շատ ուրախ եմ ես այդ առումով երբեք չկա միտք որ հիմա մի հատ չգիտեմ տարոսը ինձ էս դեպքում Վարդան խոսեցիր նրանից որ նաև խմբեր ես քեզ հետ տանում միշտ շրջագայելիս ու բնականաբար ես շատ հաճախ տեսնում եմ նաև հենց գովազդները հա սոցցանցերում այդ հերթական շրջագայությունների բայց շուշից անհավանական էժան թվեր ես դու գրում որտեվ ես ինքս շատ եմ շրջագայում ու բավականին լավ պատկերացում ունեմ կարծում եմ էլի թվային քաղաքականության եւ գնային քաղաքականության ասում եմ բայց ես գնով ծաղկաձոր չեք կարա գնանք ուղակի 2 օրով ինչ որ Վարդանը առաջարկում եմ դու այդ ինչ տես մեզ գիպնոզի ես ենթարկում ընդեղի հյուրանոցի ինչպես է սալում անվճար են տալիս է համարները չէ իրականում խմբային տուրերը այդքան էլ մաչելի չեն բայց եթե դու այդ ամենը անես միայնակ այսինքն գնաս այդ ամենը տեսնես ամենակարևորը զբոսավարների ուղեկցությամբ դա շատ ավելի թանկ կլինի իսկ ինչպես է լինում երևի թե արդեն ավիաընկերությունները ինձ ընկեր են հա այսինքն Տոմսի ինձ համար այլ արժեք է հյուրանոցը այլ արժեք է եւ երբ որ դու ամրագրում ես միանգամից 40 համար որտեվ խմբերը միշտ 70-80 անձից են բաղկացած բնականաբար արժեքը այլ է լինում եւ էքսկուրսիաները եւս մեքենան այլ է բայց ավտոբուսը այլ է եւ զբոսավարը եւս զբոսավարի համար Էական չի 1/3 թե 35 դրա համար այդ գումարը բաշխվում է միանգամից 35 անձի այլ ոչ թե մեկնա վճարում դրա համար ստացվում է փոքր եւ ես շատ ուրախ եմ գիտես ինձ համար ինչն է կարեւոր որ ես կոտրեցի այդ խմբային տուրերից վախեցողների այդ մտածելակերպը ունեցող մարդկանց ինձ հետ այսօր այնպիսի կայացած մարդիկ են ճամփորդում որ վաու հաճելի է որտեվ խմբային տուրերը իրանք հավես են նոր ընկերներ քեզ համար ամեն ինչ արված է քեզանից մնում արթնանալ սուրճը վայելել նախաճաշը եւ ճիշտ ժամին լինել հյուրանոցի օրինակ դիմաց մնացած ամեն ինչ արդեն Վարդանը արել է հիմա եթե դու մոնիթորինգ անես հա որովհետեւ այս քո տարիների փորձով տես 20 թվականից հետո կոവിഡից հետո առասարակ աշխարհում մարդիկ այլևս խուսափում են խմբակային ամեն ինչից ու այդ փաստա որ չգիտեմ շատ ակումբներ են փակվում միջազգային որոնք էլ չունեն այդ հաճախորդների բարձր քանակը եւ ավտոմատ փակվում են որովհետեւ կոവിഡից հետո շատերը նախընտրում են մնալ տանը ընկերական հավաքները նույնիսկ միշտ կազմակերպել տնային պայմաններում ու քիչ առնչվել սոցիումի հետ այս որևէ կերպ ազդել է օրինակ այս աշխարհի վրա այս բիզնեսի վրա չէ թու չէ եւ ասեմ ավելին օրինակ հիմա պատկերացրա դեռ տարին չի վերջացել մինչ մյուս տարվա հունիս խմբային ճամփորդությունների 99%-ը ամրագրված են տեղ չկան Մարդիկ նախապես պլանավորում են իրենց 8 ամիս առաջ 9 ամիս առաջ Ես նախանձում եմ այդ մարդկանց ես ուղղակի նախանձում եմ Ես քեզ սիրով սպասում ժամ առաջ չեն պլանավորում Ես սիրով սպասում եմ տուրերից մեկին բայց ասենց հետաքրքիր միտեղ որտեղ օրինակ դու միայնակ չէիր գնա օրինակ չգիտեմ Նամիբիա չգիտեմ Բոլիվիա եւ այլն այսինքն երկրներ որ այդ ամենը բարդ կլներ եւ վտանգավոր քեզ համար միայնակ գնալը ես սիրով ուրախ կլնեմ միանաս մեծ վստահ եմ որ այո մի օր
ճամփորդենք միասին։ Ես դու նշեցիր նոր որ Աֆրիկան է քեզ համար ամենասիրելի մայրցամաքը շրջագայելու համար ու բացահայտելու համար։ Այ առաջին 3 բառը որ մտածում 3 բանը որ գալիս է մտքիդ Աֆրիկա ասելիս կամ լսելիս։ Ինձ համար Այո։ կենթանական աշխարհ սաֆարիներ պատրաստ եմ 1 տարի շարունակ այդ մեքենաներով վաղ առավոտյան 5-ից հայտնվել իրենց կյանքում ու տեսնել ինչպես են արթնանում, ինչպես են որսի գնում, այդ անբացատրելի է, որտեվ մինչ Աֆրիկա ճամփորդել ես այդ ամենը նայում եմ National Geographic կամ այս տիպ ինչ որ ալիքներ ու այդ ամենը դու ռեալ աչքերով տեսնում ես, հետևում ես առյուծների, բռնեց զեբրային չէ, գնացին այնտեղ կապ են տալի այդ ջիպերը, արագ եկեք այդ անբացատրելի է։ Իսկ դու մեքենայում սուրճը դրված, մրգերը դրված որտեվ ինքը բավական թանկ հաճույք է եւ սերվիսը շատ լավ նման տեղեր։ Առաջինը կենթանական աշխարհ, երկրորդը իդեալական լողափեր, օրինակ Զանզիբար գնում ես, Սպիտակավազ կամ Քենիայում, եւ երրորդը պոզիտիվ տրամադրություն։ Շատ ֆեստիվալ չէ։ Իրանց մոտ ակունա մատատա սկսում առավոտը երկով պարով, չգիտեմ։ Ես առաջին անգամ հենց սաֆարի գնացել եմ հենց Զանզիբարում ու այդ ամեն ինչը տեսել եմ ու այդ ֆանտաստիկ էր, հա, իսկապես։ Իրականում երբ առյուծը ստեղա ու դու ոչ մի բանի մեջ ես ուղղակի ավտոն բաց է, ցանկացած բանի կարող է ուղղակի որոշի քեզ ուտել, բայց այդ ադրենալինն ու այդ էքստրիմը չգիտեմ ինչ է։ Քեզ ասեմ ավելին վերջերս ես մնացել եմ մի հյուրանոցում, որը պուրակի մեջ էր։ Հենց այդ պարկում, այսինքն, դե պարզա չէ, այնտեղ հոսանքով պատած է, որ կենթանիներն չմտնեն, շատ լավ հյուրանոց էր եւ համարում գիշերը պարկած, լսում է ինչպես են առյուծներն ու գեհենաները կռվում, պատկերացնում ես ռեալ, դու պարկած ուզում ես քնես ու 250 մետրի վրա ձեներն է գալիս, համ վախ, համ հետաքրքրություն, բայց քնեցին։ Ու շատ լավ երազներ տեսա։ Մի խոսքով Աֆրիկան առաջին տեղն է։ Հասկացա։ Ես ցենց մի քիչ պայքար կա իմ մեջ Ասիա եւ Աֆրիկա, որովհետեւ ասիական մշակույթը եւս ֆանտաստիկ է։ Դες եթե ասես ինձ Ասիա, ես առաջինը կասեմ խոհանոց։ Ես շատ եմ սիրում թայլանդական կերակուրները, վիետնամական տոմյամ ապուրը, ոնց կարելի է սիրել։ Երևանում եւս գիտեմ շատ տեղեր պատրաստում են, բայց միևնույնն է ամենահամեղը դա պետքա վայելել հենց Թայլանդ, որտեղ կարող ես այդ ապուրը այսօր աշխարհի բոլոր քաղաքներում ուտել, բայց Թայլանդում այն լրիվ ուրիշ համ ունի։ Պետքա փորձել, պետքա ստեղ ուտել, չէ՞։ Այո, պետքա փորձել ուտելիքները իրենց կոկտեյլը շատ լավն է։ հենց։ Ինձ մի հարց առաջացավ, այդ ես վերջացեմ նորից ես պատրաստելու, թես մեկն է, ես տենց հանգիստ վայելեմ։ Դու կարող ես համարձակորեն վերջացնել ու ես ընթացքում միջև դու ինձ կպատմես ինչ-որ բաներ, ես կարող եմ նորից պատրաստել։ Լավ, գանք մի քիչ էլ երաժշտական աշխարհ Վարդան 20 տարի առաջ փաստորեն ստեղծվել է Խենթ-Խենթը, դրանից հետո էլի որ բաներ, հետո ինտերվալ, հետո Խենթի ռիմեյքը Ռաֆոյի հետ կարծեմ Երանոսյան։ Մենք ավելի 6-8 սենց արարողությունների համար իրեն արեցինք, որը եւս բավական YouTube-ում 10 քանի միլիոն դիտում ունի։ Իսկ դրանից բացի ուղղակի արդեն որպես հոբի, որովհետեւ այդ երգերը ես չեմ ձայնագրում, ինչ-որ միտեղ երգելու եւ գումար աշխատելու։ Դու ոնց հասկանում եմ երբեք էլ որպես այդպեսին առաջնային պլանում քեզ համար չի եղել երգելը, հա։ Նույնիսկ 20 տարի առաջ երբ արել ես այս։ 20 տարի առաջ միգուցե որովհետև այն ժամանակ այդ էր եւ մենք այն ժամանակ չկային ակումբներ եւ այլն չգիտեմ դու գիտես թե ոչ այն ժամանակ համերգներ էին շրջաններում այսինքն մենք այդպես 10 օրով գնում էինք չգիտեմ Սյունիքի մարզ, այս մարզ, մյուս մարզ ամեն օր համերգներ մարզադաշտերում ոսկե աշուններ այսինքն համերգային էր ու շատ հավես էր ձայնագրվում էինք այդ երգ ձայնագրվելը դեմ ժամանակ կոմպյուտերներ չկար այսինքն դու պետքա ճիշտ երգեիր ու չէր ստացվում կարող մի օր մի նախադասությունը ձայնագրվեր հետո դուրս էին գալիս այդ CD-ները կամ չգիտեմ հայց ոնց քարակուսին չէ ֆլոպիերը ժամանակա եւ երգիչների մեջ կռվեր ում երգը առաջինը պետք է լինի որտեվ իրանք sense միքսեր էին ու երբ որ օրինակ քո երգը առաջինն էր հենց այդ սկավառակում դա ուրեմն հիթ էր որովհետեւ բոլոր այդ կետերում վաճառվող առաջի երգն էին միշտ միացնում այդպես էլ ստացվեց Իմոլիայի Այվազյան ուրիշի գրկում ես դու երգ ամբողջ Հայաստանը լսում էր եւ այլն սուպեր հիթ էր ճիշտ է սուպեր հիթ հա հիմա վերջերս YouTube-ում հանկարծ տեսա ինչ որ բենդեր որոնք այդ երգը երգում էին առանց թույլտվություն նույնիսկ հարցնելու այդ Հայաստանում ֆանտաստիկ է իհարկե կարող Օլգայից հարցրել են չգիտեմ ամեն դեպքում ինձ ոչ ոք չէր դիմե ու այդպես իսկ հիմա պրակտիկա է որ բենդերը վերցնեն ու Հաբես տեսահոլովակ նկարանեն։ Հա, տենց
խորացել էին, հասկացա, հա։ Չէ, բենդը օքեյ է, բայց որ տեսահոլովակ նկարել, տենց մի խոսքով։ Կարևոր ինչ-որ մի գործ արվել է, ինձ դուր չեկավ տարբերակը իրաց, բայց երգը շոտ սիրված էր եւ էլի մեգա խիտ էր։ Հիմա վերջերս մի հատ երգ արեցինք Նիկետ Եգիպյան, երգը կոչվում է Թռանք։ Այսինքն այս երգերը արդեն ոնց որ իմ Facebook-յան էջի, то есть իմ տուրիստական ընկերության հիմներ ոնց որ լինի եւ իմ շատ սիրելի Ջուլիետա Ստեփանյանը եւ Լևոնը նկարվեցին, տենց հումորային մենք ներկայացրեցինք հայ տուրիստ ինչպիսին կա, այն որ գալիս են անպայման մի քանի կիլոգրամ ավելակշռում են, հանում են, դատարկում են։ Դու կարող ես նայել, հենց այդպես է երգը կոչվում է Թռանք եւ այդ ֆանտաստիկ էր ու երազում էի Ջուլիայի հետ ճամփորդեի ու Տիկին Ջուլիան հենց երկու շաբաթ առաջ մասնակցում էր իմ խմբային տուրին եւ այդ ներկայացումը Նարեկ Դուրյանի հետ հատուկ պատկերացրած ընդ հյուրանոցում բեմ կառուցել լուսավորություն դահլիճ եւ ներկայացումը տեղի ունեցավ մի սրահում որտեղ հանդիպումներ էր ունենում Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակը, որ այլևս ողջ չէ, հենց այդ սրահն էինք կարողացել վերցնել, պատկերացնես ու մեր խմբի համար, այս խումբը մի դահլիճ մարդ, մեր խմբի համար եղավ այդ ներկայացումը, շատ հավես էր, ինձ համար մեծ պատիվ էր, որ նման արտիստներ ինձ հետ էին ու սիրով եկան ու մասնակցեցին։ Վարդան մեկ են այն պահը, երբ դու հասկացար, որ օքեյ, լավ, ես սիրում եմ այս ամենը, սա ինձ հետաքրքրում է, ես գիրք ունեմ այս ամեն ինչի մեջ ու ես գնում եմ այս աշխարհ, դառնում եմ ճանապարհորդ, ինձ հետ տանում եմ մարդկանց աշխարհը բացահայտելու։ Ոնց եղավ այդ փոփոխությունը, օրինակ ես միշտ մտածել եմ, որ գուցե դու նկարել ես հաղորդում աշխարհի շուրջ, հեռուստատեսային ֆորմատի համար ու այդ ընթացքում քեզ մոտ առաջացել է սերը, հետաքրքրությունը, որը դու հետո տենց է եղել թե ուրիշ։ Ինձ մոտ էլ ավելի շուտ, ես երգելու ժամանակ արդեն ճամփորդում էի։ Եվ սիրում էի նախընտրում էի էկզոտիկ երկրներ գնալ, այսինքն այն ժամանակ մարդիկ գնում էին հիմնական, չգիտեմ, Ծովափնյա հանգստի, ես գնում էի Հնդկաստան թաղման արարողություն նայելու, այսինքն ինձ այդ տարօրինակ ամեն ինչը հետաքրքրում էր։ Եվ բնականաբար այդ ամենը ֆոտոյի տեսքով տեղադրում էի իմ Facebook-յան էջում, այսպես կիսվում էի։ Հետո ստեղծվեց տնից հեռու նատիվի եթերում, հետո ստեղծվեց աշխարհի ամերով ծրագիրը, իսկ մարդիկ ուղակի գրում էին, կարող ենք վճարել եւ քեզ հետ գալ այդ տեղերում լինել, որովհետեւ մենք միայնակ չենք գնա առնետների տաճար, լվացքատներ Հնդկաստան, մենք ուզում ենք գալ տեսնել այդ ամեն ինչը։ Ու միտքը ծագեց առաջի խմբային տուրին։ Հետո նոր ստեղծվեց այդ ուտելիքները կերցնում ես այդ մարդկանց ինչ որ դու ուտում ես։ Այն ինչ որ մենք նկարում ենք, դա նկարանում է, այն որտեղ մենք գնում ենք վտանգավոր, դա այդ ուրիշ կողմ է։ Իսկ խմբին, օրինակ նույն Հնդկաստան, որտեղ ես օրեր հետո մեկնում եմ, այնտեղ 5 աստղանի շքեղ հյուրանոցներ, այսինքն այդ ոչ մաքուր տեսարանները միայն ավտոբուսից, սնունդը միայն 5 աստղանի հյուրանոցներում, հա, իհարկե, ոնց մարդիկ քեզ վստահում են, դու պետք է ամեն ինչ ճիշտ գծագրես։ Լիև վերջում կուզեմ պատմես պատմություն, արդեն այդ հենց այդ վտանգավոր նկարանումներից, չգիտեմ, եղել է դեպք, որ մտածես կարող մեռնենք մնանք այս կղզին։ Եղել է, շատ եմ պատմել։ Վայրիները կարող է մեզ ուտեն հիմա։ Գիտես ոնց էինք վազում։ Այսինքն գալիս էին մեր հետևից գինով ցածերի ներկայացուցիչներ, շատ եմ պատմել դրա մասին, հա, բայց փրկվեցինք։ Որովհետև մեղքի իմներ նշել եմ ես չէի զգուշացրել այդ ցեղերին, մի խոսքով ոչ ճիշտ ժամի էի գնացել, որտեղ իրենք ժամը 1-ից հետո գինով ցած են եւ հայտնվել է այդտեղ։ Իսկ խմում մարդ են ու դες խմում են ու մարդ ուտել։ Ու չէին թողնում մեզ։ Ես որ տեսա զբոսավարը սպիտակ գույն է դարձել, ասի Աստվածի մեծ աչքից լուրջ է։ Հեռախոս չի աշխատում, արդեն աչքիս առաջ եկավ այդ Facebook-ում, որ Վարդան Սարգսյանին կերել են ու կոմենտները, հա, կոմենտները պատկերացնում ես, կոմենտները, մեկնաբանությունների շարքը, այդպես, բայց քեզ չէր կարա ասեր սապրագլուխ։ Դու ասայա սապրագլուխ ուր գնաց ասել Քենիա։ Շատ ուրախ եմ Վարդան, որ փրկվել եք, շատ ուրախ եմ որ դու իբա ներսում ես, շնորհակալ եմ քեզ որ եկար ներս ու պատմեցիր մեզ այս հետաքրքիր պատմությունները։ Ես եմ շնորհակալ։ Քեզ նորանոր հաջողություններ, նորանոր բացահայտումներ, սպասում ենք քեզնից էլի հետաքրքիր պատմությունների, բայց այսքանով դեռ քեզ բաց չենք թողնում։ Իսկ թե ինչու եւ դու եւ հեռուստադիտողը կիմանա կարճ դաթարից հետո։ Դաթար։ Դուք կարծում էիք սա էր ու վերջ, ոչ, դեռ կա հատված, որտեղ Վարդանի աչքերը փակ ենք պահելու, իսկ մենք տեսնելու ենք, թե ինչ կանի նա
փակ աչքերով։ Մնացեք մեզ հետ, շուտով սկսվում է խաղը։ Let's go back to the beach. Oh, my love, make me itch. Lights are on every time. Make it so. Baile colare. Come danza vole. Lights are on every time. Make it so. Ներսարի գիշերային շոուն շարունակվում է, մենք բնականաբար պետք է անցնենք գիշերային զվարճանքի եւ փորձությունների, հիմա հերթը Վարդանինն է, էկզոտիկ փորձ ենք քեզ համար մենք պատրաստելու, Հուսով եմ կենթանի Չէ, քանի որ դու աշխարհի ամենատարբեր խոհանոցների հետ շատ ուղիղ կապ ես ունեցել եւ փորձել ես շատ հետաքրքիր ուտեստներ վստահ եմ այս տարիների ընթացքում, մենք քեզ համար առանձնացրել ենք 4 ուտեստ, այսպես ասեմ, որոնք դու պիտի կռահես փակ աչքերով, լիզելուց հետո, Վարդան, ես հերթով ափսեները կտամ քեզ, որպեսզի ավելի հեշտ լինի քո կյանքում ամեն բան, ջուր ունենք տարածքում, եթե կարիք լինի, ասա։ Առաջինը տեսնենք ինչ կասես։ առանց կտալ։ Հա։ Հիմա ինչ պետք է անես։ Հիմա կամ պետք է կծես, կամ պետք է լպստես, չգիտեմ, ընտրությունը քոնն է, Վարդան։ Ոայ, ոնց կարելի է իսկ անձեռոցիկ ունեք, թե սենց մնում եմ։ Այո։ Այս ոնց կարելի է չհասկանալ ինչ է։ Մանկուց սիրել եմ, ինչ իմաց սիրում եմ, այն որ մամաները միշտ զակատ են անում, չգիտեմ հայերեն ճիշտ ոնց կլինի, բադրջանից, լոլիկից, խավիար։ Ճիշտ է։ Այո։ Ինչի խավիար։ Բանջարեղենից պատրաստած։ Այո, ենթադրում եմ, որ բադրջան կլինի։ Բադրջան, դե չգիտեմ, ինչ է խորովում են, հետո եփում են, հիշում եմ։ Ամենատարածվածը բադրջանին է։ Բայց շատ համով, իրան պետք է սև հացի Հիմա վրա։ ես չես ուտում, շարունակությունը, ահա, հաջորդը։ Ինչ անուշ է դուրում։ Ես չա։ Ժելատին։ Պետք է ասեմ ինչ համով։ Եթե էլ ասես, դե արդեն 10-ից 10։ Դե պետք է ասես մի հատ մեծ կտոր։ Գնացինք։ Ասեցի չէ ժելատին։ Մրգային ժելատին։ Հա, ճիշտ է։ Դեղցեր, հաստատ դեղցեր։ Երևի դեղցի չիրեր, հա, դա։ Դե չգիտեմ ինչ էր, բայց համեղ էր։ Խաղող բանան։ Ու գիտես համադրություններ ընտիր, խավիարից հետո ես շատ էր սազում իրար Մենք ընտիր։ պահում ենք ճիշտ Մյուսը հուսով եմ պաղպաղակ չի։ Եվ տեսնենք այս անգամ քեզ ինչա սպասվում։ Ես ինչա։ Այս մի քիչ կարող է դժվար լինի, հա, թե արդեն բարձա։ Չէ։ Ես ինչա։ Ինչ որ բանջարեղեն կա մեջը։ Ահա։ Շատ հեշտ բան է։ Ձերքով կարամ կպնեմ, թե չէ։ Ո՞նց պետք է կծայրը։ Ես ինչա։ Որտեղ շատ հեշտ է։ Նորս չգիտեմ։ Լավ խմած կա առավոտ մինչև 5-6-ը։ Հա։ Հետո ուր ես գնում, ինչ ես ուտում։ Խաշ։ Չէ։ Խմելուց հետո խաշ չեմ։ Խմելուց հետո առավոտ ինչ ես մտածում։ Լոսի հայերն են այդ Ես լոս չեմ եղել, չգիտեմ։ Ինչ լավ է։ Ես չգիտեմ, մի րոպե։ Խմելուց հետո Մարդը շատ առավոտյան ասում ես ինչ ես Մի հատ իշնենք պանդոկ ինչ ուտենք ախպեր նոր գնանք քնելու։ ծվածեղ։ Ինչով։
Լոլիկով։ Հա։ Լուրջած ասում, բայց պինտա։ Դե ձուն է իր կծուն է։ Հա։ Հիմա ես գուշակեցի թե չէ։ Չէ։ Ես դες լոլիկով զվարդերը միշտ պատկերացնում եմ, այն որ թաթախում ես ձև հացը նորից։ Այստեղ կար թաթախելու շանս, ուղղակի քեզ այդ շանսը չկա։ Այս վերջինն է։ Սա վերջինն է։ Այ փառքաստու։ Այս ծանոթ հոտ է։ Հա? Էսի պինդա։ Չի ասելու։ Ես գիտես ինչա։ Ինչա։ Չեմ կարա չէ կպնեմ։ Չէ։ Չէ։ Ես ասացի պիրաշկի է, բայց չէ, վերեն ուժ բան կամ։ Ստեղ քեզ մի քիչ փորձել ենք շեղել, հուշում, սա։ Որպես։ Մի քիչ փորձել եք շեղեք։ Այսինքն վրայինը կապ չունի տակինի հետ։ Այդքան մանրամասն որ ասեմ, կվերցնեմ քո տեղը կուտեմ։ Կամ բուբլիկա, կամ պիրաշկին հայերեն ոնց է։ Կարկանդակ, ճիշտ եմ։ Չէ, ճիշտ է իր, հա, բուբլիկ ետ պոնչիկին նման։ Պոնչիկա բայց քաղցր չի։ Բայց քաղցր չի։ Պոնչիկը պետք է սենց քաղցր լինի։ Հիմա դու այն ծերի չորացած կտորներն ես։ Կարամ բռնեմ, մեկը գիտենք ինչա, ինչա, բայց լոլիկ կա հետը խառնած։ Չգիտեմ, այս համային միքսը քո համար ոնց կլինի։ Դնաց այն ամեն ինչից հետո դու ինչ-որ կերել ես այդ կռիսներից ու բաներից հետո։ Ինձ դենց հետաքրքիր ես գաղափարումներ, սենց լոլիկ, վրեն է ոնց որ մենակ լոլիկ չի, ինչ որ մայոնեզ։ Չէ, հիմա կարող ես աչքերդ բացել Վարդան արդեն ու կտեսնես ինչեր էինք քեզ համար առանձնացրել։ Շնորհակալություն Ներսարի ստեղծագործական թիմին։ Այս առաջ անգամ էի փորձում լոլիկով պոնչիկ։ Կաբլիտ։ Հատկաբլիտ։ Կաբլիտ։ Բայց սարսափելի չէր, ինձ թվում էր սենց էսա օծի խորով պատասխանեցիր փակ աչքերով, ես շատ։ Սա ճիշտ եմ գուշակել, սա ճիշտ եմ գուշակեմ։ Սա օգնեցիր։ Ես մի քիչ օգնեցի, ես գուշակեցի։ Ես ճիշտ ուղու վրա էի, բայց դուք եք շեղել։ Մի խոսքով դու անցեր նաև այս փորձությունը, շնորհակալություն քեզ Վարդան, որ եկար ու բերեցիր քո հետաքրքիր պատմությունները։ Քեզ մաղթում եմ հաջողություն քարտեզի այն երկրները, որ դեռ չես հասցրել ոտքը դնել։ Ոնց պայմանավորվեցինք, սպասում ենք քեզ։ Այո, եւ մի օր էլ միասին կշրջագայենք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ներսում էիր։ Բարի գիշեր ասենք մարդկանց ու միասին գնանք։ Այսօր Ներսարին այսպեսին է, շնորհակալություն բոլորիդ, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք եւ հիշեք, որ ճանապարհորդելը կյանքում լավագույն որոշումն է։ Միանշանակ։ Շատ աշխատեք, որպեսզի շատ ճանապարհորդեք։ Մնացեք բարով, կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր բոլորիդ։ Բարի գիշեր։ Մնացինք։ Caracibes, Ventachiques, Megalero, Meclusines, Mecmari, Mecmaltariques. Caracibes, Ventachiques, Megalero, Meclusines, Mecmari, Mecmaltariques. Caracibes, Ventachiques. Սա էր Ներսարի այս գիշերային թողարկումը։ Հաջորդ անգամ նոր հյուր, նոր թեմա, նոր խաղ։ Մինչ այդ հիշեք, ճանապարհորդությունը լավ բան է, բայց լավագույն տեղը միշտ ներսն է։